Ինչ եք կարծում, որ հիվանդությունն է դարձել հանրային առողջության թերևս ամենակարևոր խնդիրը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Սիրտ-անոթային չարորակ ուռուցքային հիվանդությունները կմտածեք դուք։ Իրականում դուք շատ հեռու չեք իրականությունից, բայց ինչքան էլ դա զարմանալի չէ, սակայն գերակշիռ դեպքերում ավելցուկային քաշը եւ ճարպակալումը հանդիսանում է այդ բոլոր նշված հիվանդությունների զարգացման հիմքում։ Անհավանական, բայց ապացուցված մի փաստ, որ հենց ճարպակալման գործոնով զարգացած սիրտ-անոթային, օնկոլոգիական, շաքարային դիաբետ հիվանդությունների հանկարծակի մահացությունը հասնում է 75% դեպքերում։ Հայաստանում հիմա արդեն յուրաքանչյուր երկրորդ կինը եւ յուրաքանչյուր երրորդ տղամարդը ունի այս կամ այն աստիճանի ավելցուկային քաշի խնդիր։ Դուք սակայն սխալվում եք մտածելով, որ ավելցուկային քաշի խնդիրը դա լավ ապրելակերպի արդյունք է։ Ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ, կրկին Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Առողջ երկիրն է, ես Բժիշկ Մանուկյանն եմ եւ մենք գտնվում ենք Աչափնյակ բժշկական կենտրոնում եւ զրուցելու ենք այսօր բարիատրիկ վիրահատությունների մասին։ Ողջույն։ Բարև ձեզ։ Եվ այսպես նախ եւ առաջ հասկանանք ինչ է բարիատրիան եւ ինչպիսի հետևանքներ կարող են լինել բարիատրիկ վիրահատություններից հետո։ Բարիատրիան դա ընդհանուր վիրաբուժության մի շատ գեղեցիկ ոլորտ է, որը զբաղվում է ավելորդ քաշի վիրաբուժական բուժման հարցերով։ Այստեղ պետք է տարանջատել, որ բարիատրիկ վիրահատությունը դա պլաստիկ վիրահատություն չէ, բարիատրիկ վիրահատությունը դա մի ոլորտ է, որտեղ մենք միջամտում ենք վիրաբույժներս, երբ ինքնուրույն քաշի նվազեցման կամ դեղորայքային բուժման եղանակները արդեն արդյունավետ չեն։ Այդ ժամանակ բարիատրիկ վիրաբույժները զբաղվում են վիրահատական եղանակով քաշի նվազեցման հարցերով։ Այս դեպքում ես պետք է նշեմ, որ ձեր երկրորդ հարցի հետ կապված կարևոր է տարանջատել, որ իսկապես մենք ունենք շատ պացիենտների կողմից թյուր ըմբռնում բարիատրիկ վիրահատության հարցում։ Իրականում բարիատրիկ վիրահատությունը դա բավականին լուրջ եւ ծավալուն վիրահատություն է, որի ժամանակ կատարվում է լապարասկոպիկ միջամտություն, որովայնի գրեթե ամենակարևոր օրգաններից մեկի վրա, ստամոքսի վրա, եւ այդ վիրահատությունից հետո կարող են առաջանալ տարատեսակ տարբեր բարդություններ։ Հետևանքները առաջանում են հիմնականում կապված այդ ստամոքսի հատումից առաջացած ստեպլերային կարի անբավարարության արդյունքում, քանի որ վիրահատությունից հետո մեզ մոտ առաջանում է այսպես կոչված նեղ հատված, երբ կերակրափոխից սնունդը իջնում է դեպի ստամոքս, այդ նեղ հատվածում առաջանում է կարերի լարվածություն։ Եվ այստեղ կարևոր է, որպեսզի մեր պացիենտները անմիջապես վիրահատությունից հետո հասկանան, որ իսկապես ջուրը պետք է խմել քթալով բառից բուն իմաստով, որպեսզի չառաջանա լարվածություն։ Այդ լարվածությունը շատ ժամանակ պացիենտները զգում են արտահայտվելով, որ ցավ է առաջանում անմիջապես իրանց կրծքավանդակի այդ հատվածում, եւ հենց այդ հատվածում միշտ լինում է լարվածություն, որտեղ կարող է չդիմանան եւ բացվեն։ Այս բարդությունը հիմնականում առաջանում է հենց բուն հիվանդության հետ, քանի որ մենք պետք է հիշենք, որ ճարպակալումը ինքը հանդիսանում է հիվանդություն եւ այդ հիվանդության հետ կապված, այսինքն ճարպակալման հետ կապված անմիջապես կապ ունեցող բարդություններից մեկը հենց տրոմբերի գոյացումն է, որը առաջանում է երկար ծավալուն վիրահատությունների ժամանակ։ Թերևս պետք է պացիենտների հետ զրուցելիս կարևորություն տալ նրան, որ այդ հետևանքները նրանք կարող են պատահել յուրաքանչյուրի հետ։ Իհարկե կենտրոնները, որոնք մասնագիտացված են այդ վիրահատությունների հետ, նրանք պետք է իսկապես լրջորեն մտածեն, որպեսզի խուսափեն այդ բարդությունները, բայց ըստ գրականության այդպիսի բարդությունները առաջանում են 1-ից 3% դեպքերում։ Հետարքիր բան ասացիք, ճարպակալումը դա հիվանդություն է։ Շատ մեր պացիենտները փորձում են ինքնագործունեությամբ, ինքնաբուժությամբ, ինչու՞ չէ նաև դիետայով որոշակի փորձել նիհարել, սակայն պարզվում է, որ դա գրեթե շատ դեպքերում անհնար է։ Գիտեք, ես ինքս լինելով վիրաբույժ եւ երկար տարիների փորձ ունեցող լապարասկոպիկ վիրաբույժ ինքս հակված եմ
համաձայնվել յուրաքանչյուր այն դեպքին, երբ պացիենտը ինքնական փորձում է ոչ վիրահատական եղանակով նվազեցնել իր քաշը։ Տարակուսելի է ձեր համար, բայց ես ինքս ունեմ այն համոզմունքը, որ վիրաբուժական եղանակով քաշի նվազեցումը պետք է լինի վերջին տեղում, երբ պացիենտները դիմում են այն ժամանակ, երբ նրանք իրոք փորձել են բոլոր հնարավոր այլ եղանակները եւ եկել են վիրաբույժի մոտ, երբ իրանց այդ բոլոր եղանակները եղել են անարդյունավետ։ Հետարքիր է շատ ժամանակ ես ինքս որպես բժիշկ տեսնում եմ գեր մարդուն եւ մոտ հարց է առաջանում ինչպես կարող ենք օգնել այս մարդուն որպես բժիշկ շատ ժամանակ մարդկանց մոտ երևի թե տպավորություն է որ դա դատավճիռ է սակայն բարձրում է բարիատրիկ վիրահատությունը շատ դեպքերում լուծում է գտնում այո Զարմանալի է բայց վերջին 3 տարվա ընթացքում մենք տեսնում ենք դիմելույթյան կտրուկ աճ այդ վիրահատությունների համար։ Այն դեպքում, որ մենք ունենք ավելի մեծ քանակությամբ ուռուցքային հիվանդությունների բուժման պահանջ, սակայն այս վերջին ժամանակահատվածում այսպես տրենդային աճ ենք տեսնում բարիատրիկ վիրաբուժության դիմելույթյան հարցում, որը հիմնականում պայմանավորված է նրանով, որ իսկապես մարդիկ գիտակցում են, որ այդ ճարպակալումը ինքը իսկապես հիվանդություն է եւ նա իսկապես ազդում է աշխատունակության վրա։ Կյանքի որակի նա ազդում է, այո, ազդում է կյանքի որակի վրա։ Ինձ համար իսկապես կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ ցանկացած տեսակի բարիատրիկ վիրահատություն կլինի դա, որտեղ մի քանի տեսակ բարիատրիկ վիրահատություններ կան, իրանք ուղղված են նրան, որպեսզի մենք բարելավենք կյանքի որակը, որպեսզի նվազեցնենք հավելյալ այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, լինի դա շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, ստամոքսի քաղցկեղ, ինչու ոչ, եւ մի շարք այլ հիվանդություններ, դրանք իսկապես փոխկապակցված են։ Օզեմպիկ շատ պացիենտներ, որոնք հետաքրքրված են բարիատրիկ վիրահատություններից, տեղեկացված են, թե ինչ է դա։ Արդյոք Օզեմպիկը կամ նմանատիպ այլ դեղորայքներ կարող են փոխարինել բարիատրիկ վիրաբուժությունը։ Շնորհակալություն հարցի համար։ Իսկապես կհիշեք, ժամանակ կար, երբ մենք բոլորս մտածում էինք, որ ռոբոտները ամբողջապես կփոխարինեն մարդկանց աշխատանքը, որ մատուցողների աշխատանքը կվերանա, որ մարդիկ չեն աշխատի վիրահատարանում, ինչ ասեմ, Օզեմպիկը եւ այդ շարքի նույն դեղերը իրանք իսկապես ունեն շատ հուսալի ապագա։ Ես ինքս տեսնում եմ, որ մոտ մի 20-30 տարուց մենք կունենանք դեղորայքային, այլընտրանքային բուժման եղանակներ, որոնք գրեթե ամբողջությամբ, կրկնում գրեթե, կարող են փոխարինել բարիատրիկ վիրահատությունները։ Կապրենք կտեսնենք, առնվազն մենք ունեինք մի համոզմունք, որ մինչև վերջերս այդ դեղորայքը ունեն իսկապես լավ արդյունք, բայց ահա եւ տես, որ վերջին ժամանակահատվածում տեսանք, որ այդ դեղորայքը որոշ ժամանակ օգտագործելուց հետո, երբ նրան դադարեցնում են, ունենում են հակառակ էֆեկտ։ Ուստի եկեք մենք համբերենք տեսնենք ինչ կտա մեզ, բայց ամեն դեպքում ես ինքս հակված եմ մտածել, որ կգա, ապագա մի 30-40 տարուց, որ մենք բարիատրիկ վիրաբուժությանը կունենանք իսկապես առողջ այլընտրանք։ Դուք որպես 25 տարվա վիրաբույժ այժմ կատարում եք բավականին մեծ հաջողությամբ բարիատրիկ վիրահատություններ։ Ինչպես դա պետք է սովորել, որտեղ պետք է սովորել մեր երիտասարդ բժիշկներին երևի թե խոսք։ Շնորհակալություն, ես աշխատում եմ վիրաբուժության ոլորտում 25 տարուց ավել եւ բարիատրիկ վիրաբուժությունով ակտիվ սկսել ենք զբաղվել վերջին 5 տարիների ընթացքում։ Առնվազն իմ խորհուրդը երիտասարդ վիրաբույժներին, որոնք սկսում են զբաղվել բարիատրիկ վիրաբուժությունով, որպեսզի նրանք այցելեն բազմաթիվ կենտրոններ, ունկնդրեն, տեսնեն, տան իրենց բոլոր հուզող հարցերը, հավաքեն ինքնուրույն իրենց փորձը, կարողանան հասկանալ բոլոր հնարավոր հետևանքների եւ նրանց կանխման եղանակները, որովհետեւ բարիատրիկ վիրաբուժությունը ինքը բավականին գրավիչ գեղեցիկ ոլորտ է, որտեղ վիրահատությունները կատարվում են բարձր տեխնոլոգիական սարքերի օգնությամբ։ Երիտասարդ վիրաբույժների համար նրանք շատ գրավիչ են, սակայն չպետք է մոռանալ, որ բարիատրիկ վիրաբուժության համար հարկավոր է ունենալ փորձ լապարասկոպիկ վիրաբուժության մեջ, բաց վիրահատությունների մեջ եւ անհետաձգելի բուժման հարցերում։ Ուստի կարևոր է, որպեսզի մինչ այդ կիրառելը
մեր երիտասարդ գործընկերները կարողանան այդ ամենը ունենան իրենց մտքում։ Շատ ժամանակ կատարվում են տարբեր տեսակի վիրահատություններ, մասնավորապես պլաստիկ վիրահատություններ, որի ժամանակ մարդու հոգեվիճակը, ինքնավստահությունը փոխվում է։ Նույնը կարելի է ասել բարիատրիկ վիրահատության մասին։ Հետաքրքիր հարց տվեցիք։ Պատկերացրենք, թե եւս մի իրավիճակ, երբ մարդ իր ուսերին տարիներ շարունակ կռում է մի բեռ մոտ 45-50 կիլոգրամի չափով։ Համարենք, որ մի մարդ իր ամբողջ գիտակից կյանքի ընթացքում իր ուսերի վրա կրում է մի բազկաթոռ, որի քաշ 45-ից 50 կիլոգրամ է։ Ինչպեսի զգացմունք կլինի, երբ ահա եւ այնպես ստացվեց, որ նա գցեց այդ բազկաթոռը եւ ազատվեց այդ բազկաթոռից, իր ուսերի վրայից։ Այդ թեթևությունը այն զգացմունքն է, որը զգում է ցանկացած բարիատրիկ պացիենտ, երբ ձերբազատվում է ավելորդ քաշից, բայց երբ պացիենտի մոտ առաջանում են այդ հիացմունքը, տեսնում է իր էնդորֆինների քանակի բարձրացումը, իր մոտ առաջանում է այն մի զգացմունք, երբ նա արդեն կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ։ Եվ այստեղ պետք է շտապեմ զգուշացնել, որ ցանկացած բարիատրիկ վիրաբուժությունից հետո պետք է զգոն լինել, որովհետև եթե դու խախտում ես քո սննդակարգը, մոռանում ես, թե ինչ է եղել, այդ նույնպես կարող է վերադառնալ։ Շատ հաճախ լինում է, որ մարդ կորցնում է, նոր է գնահատում այն ինչ որ ուներ, սակայն եւս մեկ անգամ երևի թե կրկնվենք այդ հարցը, արդյոք հնարավոր է այնուամենայնիվ բարիատրիկ վիրահատությունից հետո ավելանա քաշը։ Իհարկե։ Եվ գիտեք, ցանկացած պացիենտ, երբ գալիս է իմ մոտ խորհրդատվությամբ, ես իր հետ զրուցում եմ առնվազն 30-40 րոպե, ինչու, որովհետև շատ կարևոր է այդ պացիենտին իր պսիխոէմոցիոնալ վիճակում բացատրել, որ ինքը եկել է մի վիրահատությանը դիմել, որը բավականին լուրջ միջամտություն է, եւ պետք է հասկանալ, որ այդ վիրահատությունը ինքը եկել է այդ մտքի ոչ թե պարզապես ակնթարթային հույզերի հաշվին, այլ դա իսկապես որը գիտակցված որոշում է, որի տակ նա իսկապես գտել է, որ իր բոլոր ռիսկերը, առավելությունները, բոլոր հետևանքները, եւ նա գիտակցում է դա։ Թյուրըմբռնում կա, որ մեր պացիենտները օգնում են վիրաբույժներին։ Իրականում հակառակն է։ Մենք ենք օգնում մեր պացիենտներին, որպեսզի նրանք նվազեցնեն իրենց քաշը։ Ինչու եմ դա այդպես ասում։ Լինում են իրավիճակներ, երբ հետ վիրահատական շրջանում պացիենտից կախված է, թե ինչքանով նա իր վրա ջիգեր կգործադրի, որպեսզի պահպանի այդ դիետան, հետևի մեր խորհուրդներին եւ որպես արդյունք հասնի իր բաղձալի քաշին։ Այստեղ մեզ համար կարևորը, որ այդ ընթացքում 1.5 տարի անց, երբ պացիենտը հասել է իր քաշին, որպեսզի նա իսկապես հասկանա, որ այդ պահից հետո նա նույնպես պետք է շարունակաբար պահպանի սննդակարգը, ակտիվ ապրելակերպով, որպեսզի քաշը չավելանա։ Հակառակ դեպքում, երբ նա արդեն կարողանում է ուտել ամեն ինչ, նա կարող է ծուլանալ եւ այդ ժամանակ իհարկե քաշը կարող է ավելանալ։ Եվ այսպես բարեկամներ, եւս մեկ հորդոր պետք է պատրաստ լինել բժշկի մոտ խորհրդատվության գալիս, պատրաստել այն հարցերը, որոնք որ ձեզ անհրաժեշտ են, որպեսզի սպառիչ լիարժեք ինֆորմացիա ունենալ մինչ այդ վիրահատությանը անցնելը եւ այսպես ինչպիսի վիրահատություններ, ինչպիսի հարցեր պետք է տա պացիենտը ձեզ մոտ գալուց առաջ։ Խորհրդատվության տևողությունը սովորաբար կազմում է 30-ից 40 րոպե եւ դա ուղղված է հիմնականում, որպեսզի պացիենտին համառոտ բացատրել բոլոր հնարավոր հուզող հարցերի մասին, բացատրել, թե ինչպես է կատարվում վիրահատությունը եւ ճիշտ եք նշում, մեր իրականության մեջ մեր պացիենտների գերակշռող մասը ինձ տալիս է այնպիսի հարցեր, որը թեպետ համարում եմ երկրորդային։ Մասնավորապես, թե ինչն է մտնում արժեքի մեջ, թե որը պետք է կատարվի, իսկ կարող ենք շուտ վերադառնալ աշխատանքի։ Հորդորում եմ ձեզ, դա կարևոր հարցերը չեն։ Կարևոր հարցերը նրանք են, որը ես հիմա կհնչեցնեմ։ Ինչքան ժամանակ է
վիրաբույժը կամ կենտրոնը զբաղվում բարիատրիկ վիրահատություններով։ Քանի տարվա փորձ ունի վիրաբույժը։ Ինչ հետևանքներ է ունեցել է արդյոք կենտրոնը կամ վիրաբույժը բարդություններ։ Արդյոք կենտրոնում կան համապատասխան այլ մասնագետները, որպեսզի ձևավորվի այսպես կոչված բարիատրիկ թիմը, չէ՞ որ բարիատրիկ վիրաբուժությունը դա միայն վիրաբույժը չէ։ Այնտեղ ներառված են էնդոկրինոլոգը, սրտաբանը, սննդաբանը, հոգեբանը վերջը, որպեսզի կարողանանք ամբողջական արդյունք ստանալ։ Եվ այդ ամենի հաշվին մենք ձևավորում ենք վերջնական արդյունք, որովհետև շտապում եմ ձեզ տեղեկացնել, որ բարիատրիկ վիրահատությունները կամ բարիատրիկ բուժումը վիրահատությունը այնտեղ կազմում է միայն 30-ից 40%։ Մնացած իրական աշխատանքը սկսում է պացիենտի հետ անմիջապես վիրահատությունից հետո։ Շնորհակալություն։ Իմ խորին համոզմամբ ժամանակակից բժշկությունը նույնիսկ իր ֆանտաստիկ զարգացման տեմպերով դեռ շատ երկար ժամանակ ճարպակալման դեմ չի կարող առաջարկել առավել արդյունավետ միջոց, քան բարիատրիկ վիրահատությունը։ Սակայն եկեք չմոռանանք, որ բարիատրիան դա ծավալուն վիրահատություն է կենսական կարևոր օրգանների վրա, որի ժամանակ ցանկացած սխալի դեպքում մարդը կարող է մահանալ։ Հետևաբար այդ վիրահատության մասին մտածելով հարկավոր է ոչ թե միայն ընտրել փորձառու մասնագետին, այլ մի հիվանդանոց, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ թերապևտիկ մասնագետները, առկա է խնդրի լուծման թիմային մոտեցում եւ պատասխանատվություն բուժառուի նկատմամբ նույնիսկ վիրահատությունից հետո ամիսներ անց։ Իսկ իմ խորհուրդը ձեզ հարգելի բարեկամներ, հետևեք ձեր քաշին, եղեք առողջ։